Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հուլիսի 4, սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, Հովհաննես ավետարան 17:17, Սրբացումը սկսվում է վերստին ծնունդից, Աստծո հոգին մարդուն օժտում է նոր կենարար աշխարհայացքով, որի շնորհիվ մենք նոր արարած ենք դառնում Քրիստոս Հիսուսում։ Նորոգություն առաջացնող այդ աշխատանքը երկակի կերպով իրագործվում է, մահացումով, որը սանձում է ենթադրում մարմնի ցանկասիրությունը և վերակենդանացումով, որը Աստծո մեջ տրված կյանքը վերափոխում է ջրի աղբյուրի, որը հոսում է դեպի հավիտենական կյանք։ Այդ գործընթացը հոսում է ամենօրյա ամփոփությամբ, որի ընթացքում քրիստոնյան պահպանված ամեն չարիքից մնում է օրհնյալ վիճակի մեջ և առատ է լինում բարի գործերով ի գովաբանություն իբառս Աստծո։ Այդ աշխատանքը փառքով հասնում է կատարելության, երբ հոգին անցնելով մանրամասն մաքրագործում կվերցվի երկինք, որպեսզի բոլոր սրբերի հետ միասին նստի մեծության գահի աջ կողմում։ Աստծո հոգու հետ միասին, որը հանդիսանում է սրբացման կատարողը, կա ևս մեկ մասնակից, որի հոգին չի կարելի մոռանալ։ Սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, քո խոսքը ճշմարտություն է։ Սուրբ գրքից շատ համարներ վկայում են, որ մեր սրբացման գործին Աստծո խոսքն է։ Աստծո հոգին մեր հիշողություն է բերում ճշմարտության հորդորներ ու վարդապետություններ, դրանք մեծ ուժով օգտագործելով։ Դրանք ընկալում է լսողությունը, ընդունում է սիրտը և նրանք մեզ դրդում են Աստծո կամքը կատարելու։ Ճշմարտությունը սրբացում է։ Եթե մենք չլսենք կամ չկարդանք, այն մենք չենք աճի սրբության մեջ։ Միայն մեկ ճշմարիտ հասկանալուն հասնելով մենք սովորենք խելամիտ ապրել։ Քո խոսքը ճրագ է իմ ոտքերին և լույս շավիղներիս։ Մի ասա, թե սխալդ պարզապես արտացոլում է ինչ-որ մեկի կարծիքը։ Յուրաքանչյուր, ով կխրախուսի մոլորությունը, վաղ թե ուշ կկաղի դրա հետևանքները։ Երբ դա կիրականանա գործնականում, կառչիր ճշմարտությունից և կսրբացվես Աստծո հոգով։